Ռինոպլաստիկան կազմված է հունարեն «ռինո» քիթ և «պլաստիկա» ձուլել ձևափոխել բառերից։ Ռինոպլաստիկան քթի վիրահատություն է և հայտնի է նաև քթի աշխատանք անվամբ։ Այն կատարվում է կոսմետիկ կամ ֆունկցիոնալ պատճառներով։ Ռինոպլաստիկայի միջոցով շտկվում են քթի թերությունները և անհամաչափությունները։ Քիթը կարող է ուղղվել, կարճանալ, չափերով փոքրանալ կամ նեղանալ։ Ավելին, հնարավոր է հեռացնել սապատը, փոխել քթի ծայրի ձևը, ռունգերը բերել ճշգրիտ համապատասխանության։ Քթի վիրահատություն թույլատրվում է սկսած 17-18 տարեկանից, սակայն շնչառական խնդիրների առկայության դեպքում կարելի է անել նաև ավելի վաղ տարիքում։ Ցանկալի է խուսափել երեխաների քթի լայնածավալ վիրահատությունից, եթե այն ուղղված չէ շնչառական լուրջ խնդիրների, դեֆորմացիաների կամ բնածին արատների շտկմանը։ Քթի կոսմետիկ վիրահատությունը սովորաբար հետաձգվում է մինչև երեխայի աճի 90%-ի լրանալը, որը աղջիկների մոտ 13, իսկ տղաների մոտ 15 տարեկանն է։ Քթի ձևափոխումը ամենատարածված էսթետիկ վիրահատությունն է Հայաստանում։ Վիրահատությունը, սակայն, կարելի է կատարել գրեթե ցանկացած տարիքում, եթե անձը բավարարում է վիրահատության բժշկական և զգայական բոլոր պահանջներին։ Քթի վիրահատության տևողությունը կախված պահանջվող ձևափոխության տեսակից և աստիճանից կարող է տևել 1-ից 2 ժամ։ Եթե վիրահատությունը ուղղված է շտկելու նաև շնչառական խնդիրներ, ապա կպահանջվի լրացուցիչ ժամանակ։ Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում, անձը ընդհանրապես անտեղյակ է լինում միջամտության ընթացքից։ Վիրահատության որոշ տեսակներ, սակայն, կատարվում են տեղային անզգայացման պայմաններում։ Վիրահատությունից հետո գիպսը սովորաբար հեռացվում է վիրահատության հաջորդող 5-րդ օրը, այնուհետև դրվում է հատուկ կպչուն ժապավեն 1 շաբաթ կամ ավելի ժամկետով։ Ռինոպլաստիկայից հետո հետվիրահատական շրջանում, երբ անցնում է անզգայացման ազդեցությունը, պացիենտի քիթը փակված է լինում բինտային տամպոնով, ուստի անհրաժեշտ է շնչել բերանով։ Քթի նոր ձևը պահպանելու համար դրվում է գիպս և այն ծածկող վիրակապ։ Դեմքը կարող է կապտել և այտուցվել, ընդհուպ մինչև աչքերի սևացում։ Դա սովորական երևույթներ են այս վիրահատության դեպքում, և առաջին շաբաթվա ընթացքում նահանջում կամ ամբողջովին վերանում են։ Այտուցների մեծ մասը հետ է քաշվում 2 շաբաթից մինչև 1 ամսվա ընթացքում։ Այտուցվածության ամբողջական վերացումը տևում է մինչև 3 տարի։ Հետվիրահատական շրջանում մարդկանց մեծ մասը ունենում է կողմնակի բարդություններ, ինչպիսիք են զգայունությունը, կարմրությունը, կապտուկները, այտուցը, արյունահոսությունը և անհարմարավետության զգացողությունը։ Սրանք սպասելի երևույթներ են և պետք է նահանջեն վիրահատությունից հետո մի քանի շաբաթվա ընթացքում։ Որոշ կողմնակի բարդություններ, ինչպիսիք են քթի ծայրի և վերին շրթունքի երկարատև թմրածությունը և այտուցվածությունը, կարող են տևել շատ ավելի երկար, մինչև 1 կամ 2 տարի։ Վիրահատության հաջորդող օրերին հնարավոր բարդություններից են անզգայացման կամ դեղորայքի հանդեպ դրսևորվող բացասական ռեակցիան և կազդուրման դանդաղ ընթացքը։ Վիրահատությունից հետո քթի արյան անոթները կարող են պայթել քթի մաշկի վրա, առաջացնելով կարմիր բարակ գծեր։ Թեև սովորաբար ժամանակի ընթացքում դրանք անհետանում են, սակայն կա նաև դրանց հարատևության հավանականությունը։ Ինչպես կտրվածք պահանջող ցանկացած վիրահատական միջամտության, այնպես էլ ռինոպլաստիկայի վարակը նույնպես հնարավոր է, թեև տվյալ դեպքում ռիսկը 1%-ից էլ ցածր է։ Վարակի նշաններն են քթի զգալի այտուցվածությունը, ջերմությունը, կարմրությունը և քթի ցավը։ Դա հազվադեպ է պատահում չծխող հիվանդների մոտ և առավել բնորոշ է ծխողներին։ Ռինոպլաստիկային հետևող պոտենցիալ բարդություններից մեկը երկարատև կապտուկներն են, որոնք կարող են պահպանվել վիրահատությունից դեռևս ամիսներ անց։
Սա մասնավորապես բնորոշ է ծխող հիվանդներին, քանզի ծխելը երկարացնում է բուժման ընթացքը։ Շատ հիվանդների կարծիքով այտուցվածությունը ամենաերկարատև կողմնակի ազդեցությունն է։ Որոշ մնացորդային այտուցների պատճառով մոտ 6 շաբաթ անորոշ է լինում աշխատանքի ամբողջական արդյունքը, քանի որ քթի աշխատանքը պահանջում է կտրվածք մաշկի վրա, արտաքին սպիներ նույնպես հնարավոր են, սակայն ռունգերի ներսում կամ դրանց բաժանող մաշկի մեջ արված կտրվածքները նվազեցնում են դրանց տեսանելիության ռիսկերը։ Եթե բուժման ընթացքում քիթը հարված է ստացել, ապա այն կարող է կորցնել իր համաչափությունը, դառնալով անհամաչափ կեռ կամ տձև։ Այս խնդրի վերականգնման համար կպահանջվի երկրորդային ռինոպլաստիկա։ Բացի էսթետիկ խնդիրներից, ռինոպլաստիկայի ռիսկերից են նաև կառուցվածքային և ֆունկցիոնալ խնդիրները։ Քթով շնչելու բարդությունները, քթային արյունահոսությունը, կառուցվածքի շեղումը, ծակոտկեն միջնապատը, ժամանակավոր կամ մշտական թմրությունը ևս ռինոպլաստիկայի պոտենցիալ ռիսկերից են։ Եթե ռինոպլաստիկան իրականացվել է բարձրակարգ փորձառու պլաստիկ վիրաբույժի կողմից, բարդությունները փոքր և հազվադեպ են։ Այնուամենայնիվ, բոլոր վիրահատական միջամտությունները կրում են բարդության ռիսկեր։ Դա փաստ է, որը պետք է քննարկել վիրաբույժի հետ, նախքան միջամտության պլանավորումը։ Կարող եք կրճատել ռիսկերի հավանականությունը, հետևելով վիրաբույժի նախա- և հետվիրահատական ցուցումներին։ Հետվիրահատական ուշ շրջանի ռիսկերը։ Քթի աջ կամ ձախ թեքվածությունը վկայում է միջնապատի բնածին կամ տրավմատիկ խանգարման մասին։ Երկրորդային ռինոպլաստիկայից հետո 20%-ից պակաս դեպքերում քթի կորությունը կարող է նորից ի հայտ գալ։ Դա հիմնականում կախված է աճառների կոշտությունից և չի կարող կանխատեսվել։ Քթանցքների անհամաչափությունը մեկ այլ մտահոգություն է, որը շատ է հուզում հիվանդին։ Դա հիմնականում կախված է դեմքի անհամաչափությունից և չի կարող շտկվել անգամ վիրահատական միջամտությամբ։ Վիրահատությունից որքան ժամանակ անց է հնարավոր ակտիվ կյանք վարել։ Սովորաբար թռիչք թույլատրվում է վիրահատությունից 2 շաբաթ անց։ Հազվադեպ կամ հրատապ դեպքերում թույլատրվում է թռչել վիրահատությունից 10 օր անց, որպեսզի հետո հիվանդը տուն վերադառնալուն պես հանի կպչուն ժապավենը։ Հիվանդը ուսումնական հաստատություն կամ աշխատանքի կարող է վերադառնալ 12-ից 14 օր անց, իսկ ոչ ծանր ակտիվության 4-ից 6 շաբաթվա ընթացքում։ Քթի պլաստիկ վիրահատություններից հետո մոտ 1 ամիս քիթը շատ զգայուն և այտուցված է լինում։ Այտուցվածության նվազմանը զուգահեռ սկսում է երևալ քթի նոր տեսքը։ Այտուցվածության 70%-ը անցնում է առաջին 3 ամիսներին, իսկ մնացած մասը ամբողջությամբ վերանում է հետագա 3 տարիների ընթացքում։ Եթե ունեք տեսողական խնդիրներ, կրում եք լինզաներ կամ ակնոց, լինզաներ կարելի է կրել վիրահատությունից հետո հաջորդող 5-րդ օրը, իսկ ակնոց թույլատրվում է կրել վիրահատությունից առնվազն 8 շաբաթ անց, քանզի այն կարող է հանգեցնել քթոսկրի տեղաշարժման կամ դեֆորմացիայի։ Գոյություն ունի նաև ֆիլերային ռինոպլաստիկա։ Ոչ վիրահատական լցահարթիչ կամ ֆիլեր ռինոպլաստիկայի դեպքում խոռոչների հարթեցման և համաչափության վերականգնման համար կատարվում են ներարկումներ։ Վերջիններիս արդյունքը սակայն մշտական չէ։ Առավել երկարատև արդյունք ապահովելու համար կարող են օգտագործվել ձեր իսկ ճարպային հյուսվածքները, ճարպային գրավթավորում։ Եթե դժգոհ եք լինում առաջնային ռինոպլաստիկայի արդյունքներից, ապա հավանաբար կպլանավորեք իրականացնել երկրորդային ռինոպլաստիկա, շտկելու, կոսմետիկ կամ այլ ֆունկցիոնալ խնդիրներ։ Խորհուրդ է տրվում երկրորդային ռինոպլաստիկա կատարել 1.5-ից 2 տարի անց։ Դա բավական է, որպեսզի այտուցները լիարժեք վերանան, հյուսվածքները վերականգնվեն, իսկ սպիերը փափկեն և հասունանան։
Երկրորդային ռինոպլաստիկան առավել բարդ և թանկ միջամտություն է, քան առաջնային ռինոպլաստիկան, և այնքան էլ հեշտ և թեթև չի կատարվում։ Ինչպես ցանկացած վիրահատություն, ռինոպլաստիկայի իրականացումը ևս ունի իր ռիսկերը։ Բարեբախտաբար բարդությունները հազվադեպ են և մեծամասամբ փոքր։ Այնուհանդերձ, բարդությունները կարող են ներառել վարակը, արյունահոսությունը և անզգացման հանդեպ բացասական ռեակցիան,